Ինչ պետք է իմանա յուրաքանչյուրը ժառանգություն ստանալու մասին։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը վերաբերում է մեզնից գրեթե յուրաքանչյուրին։ Սակայն ցանկացածս դրա մասին ցանկանում ենք չմտածել, մինչև պահը չգա։ Այսօր խոսենք այն մասին, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում ժառանգություն ստանալը, դրանից հրաժարվելը կամ ինչպես ուշադիր լինել եւ բաց չթողնել կարևոր ժամկետները։ Սակայն ամենի մասին հերթականությամբ։ Եվ խոսենք առաջին կանոնի մասին։ Այն է ամեն ինչ կամ ոչինչ։ Ժառանգություն ընդունելիս դուք չեք կարող ընդունել ժառանգության միայն, այսպես ասած, լավ կամ ձեզ հաճելի հատվածը։ Երբ դուք ընդունում եք ժառանգություն, դուք այն ընդունում եք ամբողջությամբ։ Օրինակ, դուք չեք կարող վերցնել միայն բնակարանը կամ մեքենան։ Եթե որոշել եք ընդունել ժառանգություն, ապա պետք է պատրաստ լինեք, որ դրա հետ միասին դուք ժառանգում եք նաև տվյալ անձի հնարավոր պարտքերը, վարկերը եւ այլ պարտավորությունները։ Ինչպես է ընդունվում ժառանգությունը։ Իրականում կա երկու տարբերակ։ Ամենաապահովը դա իրավական ճանապարհով գնալն է։ Այն է, ժառանգությունը բացվելու օրվանից 6 ամսվա ընթացքում պետք է դիմել նոտարին։ Հասկանանք, ինչ է նշանակում ժառանգությունը բացվելու օրվանից։ Դա փաստացի տվյալ անձի մահն է, ով կազմել է կտակ կամ ում գույքը ըստ օրենքի պետք է ժառանգեն վերջինիս ժառանգները։ Եվ այսպես, տվյալ անձի մահից հետո պետք է այցելել վերջինիս բնակության վայրի նոտարին եւ հայտարարություն անել, որ դուք ընդունում եք ժառանգությունը, որից հետո դուք կստանաք ժառանգության վկայագիր։ Սակայն լինում են իրավիճակներ եւ իմ պրակտիկայում դա ամենից հաճախ է տեղի ունենում, երբ անձը չի ընդունում, սակայն լինում են իրավիճակներ իմ պրակտիկայում ամենատարածվածն են դրանք, որ չեն ընդունում ժառանգությունը, սակայն փաստացի շարունակում են տիրապետել գույքը։ Եվ այս պարագայում, եթե անձը փաստացի մտել է բնակարան, այն բարելավել է, վճարել է կոմունալները, ստացել է որոշակի գումարներ եւ դրանք ծախսել տվյալ բնակարանի բարելավման վրա օրինակ, նա հանդիսանում է բարեխիղճ տիրապետող եւ այս պարագայում ընդունում է ամբողջ ժառանգությունը։ Հաճախ լինում են իրավիճակներ, երբ օրինակ ժառանգությունը կազմվել է երկու եղբայրների անունով, մեկը ընդունել է, մյուսը չի ընդունել, եւ առաջանում է տարիներ անց իհարկե խնդիր։ Իսկ ով է տիրապետում հաջորդ մասը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ նրբությունները։ Փաստացի, բարեխիղճ տիրապետում, այս ամենի հետ կապված հարցերը ցավոք սրտի պետք է լուծվեն սակայն դատական կարգով եւ այստեղ եւս անհրաժեշտ է որպեսզի դուք հավաքագրեք եւ պահպանեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ վճարված կոմունալ ծախսերի մասին անդորագրերը։ Սակայն այսպիսի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տալիս հիշել մի կարևոր կանոն՝ ժամկետի վերաբերյալ, եւ դա 6 ամսյա ժամկետն է։ Այս ժամկետը գործում է տվյալ անձի մահվան պահից, եւ այդ ժամկետում է, որ դուք պետք է հայտարարություն տաք նոտարին ժառանգությունը ընդունելու մասին։ Այն իրավիճակներում, երբ դուք դա չեք կարող անել անձամբ, կարող եք նաև լիազոր անձի միջոցով դա անել, լիազորագրով, սակայն լիազորագրում պետք է հստակ նշվի, որ տվյալ անձը լիազորված է, այսինքն ունի իրավունք ձեր կողմից ընդունելու ժառանգությունը։ Եթե դուք գտնվում եք օրինակ արտերկրում, ապա դուք պետք է տաք նման հայտարարություն ստորագրությամբ եւ այնտեղ պետք է լինի նաեւ նոտարի կամ նման լիազորություն ունեցող այլ անձի հաստատումը, այն է ստորագրությունը։ Եվ այսպես, անկախ նրանից, թե ինչ չափի գույք է, հայտնի է ձեզ ամբողջը, թե հայտնի չէ, խորհուրդ է տրվում 6 ամիսների ընթացքում այցելել նոտարին։ Ինչ է տեղի ունենում, երբ դուք բաց եք թողնում 6 ամսյա ժամկետը։ Այստեղ կա մի քանի ճանապարհ վերականգնելու ձեր իրավունքը։ Առաջինը, երբ մյուս ժառանգները, ովքեր ընդունել են իրենց մասը, չեն առարկում եւ այդ մասին գրավոր համաձայնություն են տալիս, ապա նոտարական կարգով ժամկետի բաց թողնվելուց հետո անգամ կարող եք ընդունել ձեր բաժինը ժառանգության։ Սակայն երբ չկա մյուս ժառանգների համաձայնությունը, այս պարագայում հարկավոր է դիմել դատարան։ Եվ դատարանում դուք պետք է արդեն իսկ ապացուցեք, որ բաց թողնված ժամկետը հարգելի էր։ Այն է, դուք չեք տեղեկացվել եւ չէիք կարող իմանալ տվյալ անձի մահվան մասին։ Այդ պարագայում միայն ձեր իրավունքը կվերականգնվի։ Իսկ ինչ է տեղի ունենում, եթե դուք չեք ցանկանում ընդունել ժառանգությունը։ Այս պարագայում եւս դուք պետք է այցելեք նոտար եւ հրաժարվեք
ձեր ժառանգությունից։ Ժառանգությունից կարելի է հրաժարվել ի օգուտ որևէ մեկին, որևէ կարգի ժառանգի կամ առանց հստակ նշելու ի օգուտ ում եք հրաժարվում։ Սակայն դուք չեք կարող հրաժարվել ձեր ժառանգությունից ի օգուտ բացարձակ այլ անձի, ով չէր կարող լինել այդ ժառանգների թվում։ Մի հետաքրքիր իրավաբանական տերմինի մասին եմ ուզում խոսել՝ ժառանգության իրավունքի տրանսմիսիա։ Ինչ է սա ինձ ենթադրում։ Այն իրավիճակում, երբ ժառանգության հրավիրված անձը ժառանգության բացվելուց հետո, սակայն մինչև վերջինիս ընդունելը, մահացել է, տեղի է ունենում ժառանգության իրավունքի տրանսմիսիա, այսինքն նրա իրավունքները փոխանցվում են վերջինիս ժառանգներին։ Իսկ ինչպես է տեղի ունենում ժառանգված գույքի բաժանումը եւ ինչ նախապատվություն է հնարավոր ունենալ։ Կարող է չէ լինել իրավիճակ, երբ հայկական պրակտիկայում դա ամենից տարածվածն է, երբ չի նշվում, թե որ գույքը ում է ժառանգվում։ Մասնավորապես կա տուն, ավտոտնակ, մեքենա, թանկարժեք իրեր եւ այս ամենը պարզապես նշված է, որ կտակվում է իր զավակներին հավասար չափով։ Սակայն չկա նշում, թե ում ինչ բաժինն է հասնում։ Այստեղ տարբերակները այս խնդրի լուծման մի քանիսն են։ Առաջինը կարող է լինել համաձայնությամբ, այսինքն բոլոր ժառանգները միասին գան համաձայնության եւ նոտարական կարգով ամրագրեն, թե ստացված ժառանգությունից ով որ մասն է ցանկանում վերցնել։ Երկրորդ տարբերակը, երբ չկա նման համաձայնություն, ապա այս հարցը լուծվում է դատական կարգով։ Սակայն օրենսդիրը այստեղ նաև նախատեսել է որոշակի կարգավորումներ նախապատվության իմաստով։ Մասնավորապես, եթե օրինակ ժառանգներից մեկը բնակվել է այն բնակարանում, որը այս պահին ժառանգության զանգվածի մեջ է ներառված, ապա նա կարող է ունենալ առաջնահերթություն տվյալ բնակարանի կամ որոշակի իրերի, կենցաղային իրերի համար առաջնահերթության իրավունքով ստանալու համար։ Մասնավորապես, երբ ժառանգներից մեկը օրինակ բնակվել է տվյալ բնակարանում, որը ստացվել է ժառանգությամբ մի քանի անձանց կողմից։ Վերջինս ունի նախապատվության իրավունք, որպեսզի ստանա այդ բնակարանը կամ այն իրերը, որոնք գտնվում են բնակարանում։ Սակայն ինչ է տեղի ունենում, եթե այդ պարագայում բաժնի մասը ավելի շատ է, քան մյուսներինը ստացվում։ Ապա օրենքը եւս մի կարգավորում է նախատեսում, որ այն բնեղենով կամ այլ օրինակ դրամական միջոցով պետք է փոխհատուցի եւ հավասարեցնի բոլորին համար ստացվող ժառանգության չափը։ Ծախսերի հատուցում՝ մի կարևոր պահ, որը պետք է հիշենք բոլորս։ Շատ լավ, կուտակվել են որոշակի ծախսեր, գումարներ, եւ հիմա պետք է հասկանանք ստացած ժառանգությունից, որ ծախսերը որ առաջնահերթությամբ պետք է մարվեն։ Առաջին հերթին մարվում են տվյալ անձի առողջական խնդիրների լուծման եւ պատշաճ հողարկավորման ծախսերը։ Երկրորդ հերթին մարվում են ժառանգված գույքի պահպանության հետ կապված ծախսերը։ Երրորդ հերթին արդեն նոր գալիս են պարտապանի գույքային, օրինակ վարկային պարտքերը։ Իսկ չորրորդ հերթին արդեն գալիս են պարտադիր բաժնային գույքի հետ կապված ծախսերը։ Մի կարևոր կանոն. ժառանգները պատասխանատվություն են կրում միայն իրենց ստացված ժառանգության գումարի չափով պարտքերը մարելու համար։ Օրինակ, դուք ստացել եք ժառանգություն գույք, որի արժեքը մոտավորապես 5 միլիոն դրամ է։ Սակայն ձեր պապը, ով ձեզ թողել է այդ ժառանգությունը, ենթադրենք ունի 10 միլիոն դրամի պարտք։ Դուք ձեր անձնական գույքով պատասխանատվություն չեք կրում եւ չեք փակելու այն 5 միլիոն դրամի տարբերության պարտքը։ Դուք պատասխանատվություն եք կրում միայն ժառանգության արժեքի, այսինքն այդ 5 միլիոն դրամի չափով պարտքը մարելու համար։ Եվ մեկ հետաքրքիր կարգավորում։ Կա հատուկ տեսակի գույք, օրինակ զենք, եւ հարց է առաջանում. իսկ ինչպես է տեղի ունենում զենքի ժառանգումը։ Իրականում զենքը կարելի է ստանալ ժառանգություն, սակայն պետք է հիշել, որ զենքը կրելու համար պետք է ստանալ հատուկ թույլտվություն, եւ այդ թույլտվությունը պետք չէ ստանալ նախապես ժառանգություն ընդունելուց առաջ, այլ ժառանգությունը ընդունելուց հետո 1 ամսվա ընթացքում դուք պետք է դիմեք համապատասխան մարմիններին ստանալու համար այդ թույլտվությունը։ Եթե նման թույլտվություն ստանում եք, շատ բարի։ Եթե այդպիսի իրավունքի տրամադրումը ձեզ մերժվում է, ապա ձեր գույքային տվյալ գույքի նկատմամբ իհարկե իրավունքները դադարում են, եւ դուք ստիպված պետք է լինեք օրինակ օտարել պապական հրացանը, որը ստացել եք ժառանգություն։
Եվ մի հարց, որ ինձ շատ հաճախ են տալիս. իսկ ինչ է տեղի ունենում աշխատավարձի եւ թոշակի հետ։ Արդյոք սա եւս ներառվում է ժառանգության զանգվածի մեջ։ Պատասխանն է ոչ, որովհետև այն հասանելի է դառնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ովքեր պետք է դիմեն 6 ամսվա ընթացքում։ Եթե սակայն այս 6 ամիսների ընթացքում ոչ ոք չի դիմում չվճարված աշխատավարձի, դրան հավասարեցված գումարների, թոշակի ստացման համար, ապա այդ գումարները նոր ավելացվում են ժառանգության զանգվածին։ Մի կարևոր կարգավորում. պետական պարգևները եւ պատվոնշանները չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ, քանի որ դրանք տրվում են անհատական։ Այսպիսով, ամփոփելով այսօրվա թողարկումը, անցնենք 3 հիմնական գործնական խորհուրդներին, որոնք կխնդրեմ մտապահեք ժառանգության իրավունքի ձեր իրացման գործընթացում արդյունավետ լինելու համար։ Եվ առաջինն է. պահպանեք ժամկետները։ Կա ընդամենը մեկ կարևոր ժամկետ, եւ դա 6 ամսյա ժամկետն է։ Մահվան փաստը արձանագրելուց անմիջապես հետո բացվում է ժառանգությունը, եւ սա այն 6 ամիսներն են, որոնք սկսում են հոսել։ Դիմեք նոտարին։ Երկրորդը. ստուգեք, արդյոք ժառանգության հետ միասին դուք ստանում եք օրինակ պարտքեր։ Երրորդը. փաստաթղթավորեք ձեր ժառանգությունը, այսինքն դիմեք նոտարին, ընդունեք, ստացեք պատշաճ գրանցում հետագայում ընտանեկան վեճերից խուսափելու համար։ Շնորհակալ եմ, որ դիտում էիք մեզ։ Բաժանորդագրվեք իմ ալիքին եւ թողեք ձեր հարցերը մեկնաբանությունների դաշտում, որպեսզի ես դրանց անդրադառնամ հետագա թողարկումներում։ Լավ օր եմ մաղթում։